Մարտի 15-ն է, մեկին 10 պակաս, սենց մառախուղ է, նայեք, գիժ մարտը իր գժական համբավը պահում է, բարակ ձուն է գալի, 3.5 աստիճան է ջերմությունը, հլը հետաքրքիր է, փոքր ժամանակ սիրում էի սենց նայեմ, դրանք ինչ կստացվի։ Այսօ նայեմ։ Ողջույն։ Ժողովուրդ ջան, եկեք այսօր ծանոթանանք։ Իմ անունը Արմեն է, ազգանունս Վարդանյան։ Այսօր նենց եղանակը չտրամադրող մանգալուն։ Ու հետո դուրսն էլ գործ չկար, ստեղ էի գործանում։ Մեկ էլ մտքովս անցավ, ինչի չծանոթանանք։ Մանավանդ երեք այդ հայլի մեջ, որ մի րոպե ընդեղից ցույց տվեցի, այդ ակնոցներով ինչ-որ տգեղ էի, դուրս չեկա։ Ասի այ մարդ, այս մարդկանց ցույց տամ, սիրուն աչքեր ունեմ, բան ունեմ։ Եկեք լուրջ բաներից խոսանք։ Ինչի սկսեցի նկարել։ Երկու հատ շատ մոտիկ ընկեր ունեմ ու գնացին։ Պարզը ոչ իրանց ուզելով, մեկը Ամերիկայում է, մեկը Ռուսաստանում է։ Ու որ տենց մոտիկ մարդ ունես դուրսը, արդեն անընդհատ այդ գնացած դրսի մարդկանց մասին մտածում ես։ Ինչի տենց եղավ, ինչ եղավ, եւ այլն։ Ու երևի հենց դրա համար այդ միտքներ սկզբից սենց էր, ես մտածում էի մի 5 րոպե օրեկան, այնքան որ եղանակը, ժողովուրդը ով ինչ է հագել, փողոցում ինչ տրամադրություն է, հետո տենց զարմանալի բանը սկսեց կատարվել, ես նկատեցի, որ ես ինքս եմ սկսում քաղաքը ավելի լավ իմանալ։ Հիմա օրինակ ընկերներից հետ համեմատած ես նենց ռայոններ գիտեմ, նենց մանրամասնություններ, այդ փողոցների անունները վերջապես սովորեցի, վաշե գաղափար չունեի, ծաղ են հին անունները գիտեի։ Ու համել սիրում եմ նկարել, ճիշտն ասած։ Պլյուս, որ սկսեցի, պարզվեց, որ գործից բնույթն էլ է շատ հարմար, որտեվ անընդհատ քաղաքի տարբեր տեղերում եմ ելնում։ Իմիջիալից ասեմ, այդ հարավային մասը ճիշտ է, քիչ եմ ելնում, բայց գիտեք ինչու՞մն է հարցը։ Պարզվում է, դե մեր գործը բան է, քարի հատակներ ենք մենք մշակում, ինքը կախված է այդ ապուշ խոսքը որ կա, էլիտար շինարարության մեջ է ինքը, էլի։ Արվում, այնտեղ ինչ-որ մարդ եկավ։ Այնտեղ մարդ եկավ, էլ հարմար չէր նկարելը, չէի կարա շարունակեի։ Դրա համար, բայց որոշեցի այստեղ շարունակեմ, որտեվ ես ինձ գիտեմ, հազիվը սկսել է, հետո նկարողը չեմ, դե ահագին բան խոսացինք, էլի, ափսոս է։ Նայեցի իհարկե որտեղ եմ կանգնել, հա, այդ էլիտար շինարարությունը մեծ մասը այս կողմերում ալնում, դե նկատել եք այդ Հրազդանի կիրճն է, այդ մասն է, այն նոյ թաղամասներ, Սարալանջին, Բագրևան եւ այլն, էլի, այսինքն որտեղ կանչում են, այդտեղ էլ նկարում եմ, նենց որ ներող կլինեք ժողովուրդ ջան։ Ճիշտ է, եղել է դեպք, ասենք մեքենաս փչացել էր, Բանգլադեշ 3 անգամ գնացի, այդ վաղ նկարեցի։ Մի խոսքով, ես հատուկ չեմ բանանում, էլի, հասկանում ենք իրար, ինձ թվում է, այլ չշարունակեմ այս թեման։ Հա, ու կան մարդիկ, որոնք քաղաքը շատ ավելի լավ գիտեն, քան թե ես, էլի։ Օրինակ, ասենք Կանադայից եկել էր մեր ընկերներից, ասում է, այ Արմեն ամոթ չի, այս կայարանի չարբոխի ես մի փողոցը չգիտեիր, ես մեկը չես։ Գնում ես նայում ես նոր ես ասում բան։ Ասում եմ, այ միշտ ջան, դու երևի այդտեղ կամ ապրել ես այդ թաղամասերում, կամ ինչ որ բարեկամ ես ունեցել մոտիկ հաճախ գնացել եկել ես, կամ աշխատել ես այդտեղ։ Ես սաղ կյանքս կենտրոնում եմ եղել, ես կարող եմ մեղավոր եմ դրա մեջ, էլի, հիմա տենց է ստացվել։ Չեմ գնացել առանձնապես, էլի, ոչ միտեղ։ Առիթ չի եղել ուղղակի։ Հա, ու ինչ է ուզում ասել, այդ կոմենտներում դե կան մարդիկ, ես զարմանում եմ մեկ-մեկ,
նենց բաներ գիտեն, причем նույն մարդը քաղաքի տարբեր ծայրերում էլի։ Այդ այնց մարդիկ, որոնք քաղաքը լավ գիտեն, ճանաչում են ու parza սիրում են, այ վերջերս այդ նկարելուց հայտ եմ մտածում, ինչքան լավ կլներ վերադառնային, էլի։ Ու այդ փողոցները այդ մարդկանցով լցվեր։ Դե իմ ասած ինչ հիմա։ Մենք ես հետ էլ որ Skype-ով խոսում եմ, ոչ մի անգամ չեմ ասում եկեք, մի բան արեք, եկեք։ Դե անիմաստ է, parza այդ մարդը ուզում է, եթե կարանա կգա էլի։ Չնայած մի հատ ջայել մի անգամ գրել էր, երևի տեսել եք կոմենտներում, ասում է ձեր վիդեոները որ նայել եմ, որոշել եմ հաստատ մյուս տարի գամ։ Դե վիդեոն մի քիչ բան է, վիդեոից որոշել եմ։ Չնայած ես ձեզ ասեմ, գիտեք, օրինակ ասենք ինֆորմացիա ես ուզում, հա, Երևանի մասին, հեռուստացույցով իրանք մեծ մասը դե պետք է նենց լինի, որ ինչ-որ մի սենսացիա լինի մեջը, չէ, որ հետաքրքրի էլի։ Իսկ այս ձևի նկարած նենց անիմաստ էլի, այդ անհամ առօրյան, ինձ թվում է դա է իսկական կյանքը, էլի, նա ինչ-որ պատմություն է կյանքի մասին, էլի, սա, չգիտեմ, ես օրինակ սկզբից նույնիսկ աշխատում էի բան, տենց ինձանից կոմենտներ չանեի, որ իմ վերաբերմունքը առանձնապես չերևա, էլի, հնարավոր ինչ չափով նես դոկումենտալ լինի, հետո ինչ-որ քանի գնաց սկսեցի ամբաղ-զամբաղ։ Մեկ էլ, հա, այդ բանի համար էլ եմ ուզում ասեմ ճիշտն ասած, այդ գումարային հարց էլի, որտեվ դե, ասենք ծանոթներ, որ տենում եմ, ինչքան ես այդ գործին աշխատում, ասում եմ, հետ չէ, սկզբի վաղտերը մի $10 ամիս է, հիմա 25-30, այսինքն գումարային բան չկա։ Հիմա ասեմ ձեզ, ես ինչ անում եմ, $500 եմ վաստակել։ Ուրեմն, որից 200-ը Լորիկ Պապյան, ինձ թվում է Լոս Անջելեսում ապրում, ինքը երկու անգամ $100 ուղարկեց։ Մի հատ մի կես տարի առաջ, մի հատ վերջերս։ Ես էլ քույրս կակրաս Ամերիկայում էր գնացել էր, խնդրեցի այս ակնոցը վերեցել, հեսա վերեսա։ Այտենց YouTube-ից դե ստացել եմ փաստորեն $300, հա։ $300 655 հատ վիդեո, ստացվում է մի վիդեոն մոտ $200։ Ծխախոտին 4 անգամ շատ եմ օրեկան տալի, էլի։ Նենց որ փողի հարցը գցեցինք։ Հա, ու իմիջիալոց ես 3 չառաջորներ մեկը կոմենտ է գրել, ասում է այդ ախմախ ինչ որ թե ինչ Աբովյան պուրակով գնում ես, ժամանակ է շահում, փող ես աշխատում։ Հա, բացի ամենից դե իրականությունից հեռու գնացած է այդ գրողը երկը, բացի ամենից այդ վիդեոյի երկարությունը հեչ կապ չունի, էլի գումարի հետ, ինչքան ես եմ հասկանում։ Դե կա վիդեո, ասենք 5 րոպե է իմ մոտ, 16000 մարդ նայել, 20 րոպեանոցը, ասենք 300 մարդ նայել, էլի ասենք թե։ Դե էլ չասած է YouTube-ում կան, չէ՞, ռոլիկներ տեսել եք երևի։ 40 վայրկյան է ինչա 3 միլիոն մարդ նայել եւ այլն։ Մի խոսքով անհետեցություն։ Հա, ու այդ մարդուն բարի գալուստ իրականություն հրավիրում եմ, իրականությունը որ իմանա։ Մեկ էլ Ժողովուրդ ջան, մի բան էլ ուզում ասեի։ Հա, հենց անջատեցի, հիշեցի իհարկե, այդ կոմենտների մասին է ուզում ասել, էլի, ներողամիտ կլինեք, ես սաղ կոմենտները անխտիր կարդում եմ, բայց պատասխանելու հարցն է, էլի, ուղղակի, գիտեք, ժամանակի խնդիր էլ կա, էլի, 7-ին մինչև 10-ը տենց գալիս եմ տուն, հա, եթե հավայ մոռացա ստեղ պետք է նայի, եթե այդ օրը մի 3 հատ էլ վիդեո եմ նկարել, այդ մոնտաժով, YouTube գցելով բանով մի 5 ժամ ժամանակ է պահանջում, էլի, այդ որ սկսեմ կոմենտներին էլ պատասխանել, դրա համար ներող կլինեք, բայց խնդրում եմ, դուք գրեք, որտեվ դա շատ, նույնիսկ ասենք, այս վերջ
այսօր էր, հա, երևի մեկը գրել էր այդ zoom անընդհատ մի արա ու լավ է, էլի այտենց բաներ գրեք, ինչով ես լավացնեմ, որտեղ նստեցի լուրջ նայեցի այդ վիդեոն, այդ zoom-ի մասը, դե հիմա համաձայն չեմ, թե ինչ է այդ ուրիշ հարց է, բայց որոշ ինչ որ բաներ արդեն արեցի, էլի։ Կամ մեկը մի անգամ ասեց այդ կամերան տենց արագ մի բան արա, էլի, անընդհատ մի շարժի, շատ լավ բան է, դե ես պրոֆեսիոնալ օպերատոր չեմ, էլի, հիմա ձեզ հետ սովորում եմ։ Ժողովուրդ ջան, շատ խոսացի։ Լավ, ինձ թվում այսօր էլ դուրս չեմ գա։ Մի թեթև անձրև է գալի, անպամացա, վաշե լավ ծրտեց, ասեմ ձեզ, դե լավ մնաք, ստեսություն ձեզ, 7-15-ը, ես ֆուտբոլի դաշտն է, էլի ես խասյատս չէ, հրաժեշտից հետո, հիմա ինձ զում չանեմ, որ դաշտը տնեք, լավ ծուրտ է, բայց ասեմ, երևի մի երկու աստիճան, դե մի հատ էլ լավ մնաք, եսով եկավ, ստեսություն ձեզ։